Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է հոկեբան Կարինե Նալչաջյանը։ Բարև ձեզ, Տիկին Նալչաջյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես քիչ առաջ ահա այսպիսի հայտարարություն շատ, չասեմ վտանգավոր, բայց ինչ որ իմաստով սպասված հայտարարություն, որտեղ մոտավորապես 280-ից ավել նավերի մասին էր խոսքը, գիտեք, որ վերջին տարվա ընթացքում անընդհատ այսպես ծովայինների կողմից այդպես էին գնահատում ռուսները, հարձակման էին ենթարկում ռուսական նավերը, առևանգվում էին այդ նավերը, ուղղակի բեռնաթափում էին եւ իրենք էին վաճառում, արևմտյան երկրների մասին է խոսքը, եւ այսպես Պուտինը տվեց դրա պատասխանը, Ռուսաստանը հայլային պատասխան կտա, եթե արևմտյան երկրները զավթեն Ռուսաստանի Դաշնության առևտրային նավերը հայտարարել է Վլադիմիր Պուտինը, սա չգիտեմ, իսկապես շատ վտանգավոր եզրի է հասնում այս ամենը, պատասխան ինչ է նշանակում, այնտեղ հարձակվում են, առևանգում են եւ եթե պատասխան լինի այն կողմից էլ պատասխան լինի, այն սարսափի մասին, որ ասում էին Աստված մի արածե, սա բերի մեծ պատերազմի, չգիտեմ, չի բացառվում, տեսնենք թե ինչ զարգացումներ կլինեն եւ ինչ հանգուցալուծում կունենա, հույս ունենանք, որ գերտերությունների առաջնորդները ողջամիտ կգտնվեն եւ կկանգնեցնեն այս ամենը։ Այսպիսի զգուշացումներ եղել են մի քանի անգամ, որից հետո ցուցադրել է իր նոր հրթիռները Ռուսաստանի Դաշնությունը, իհարկե դրանք թռչել են Ուկրաինայի ուղղությամբ, բայց հիմա այլևս սա բոլորովին այլ բովանդակության հայտարարությունն է, սա նշանակում է, որ արևմտյան երկրների նավերն են այլևս թիրախավորելու, սա նշանակում է, որ հարձակում այդ պետությունների վրա եւ իրենք էլ չնայած այն կողմից հարձակումները արդեն 4 տարի շարունակ կա եւ դա չեն էլ թաքցնում, իրենք ասում են, որ մենք պատերազմում ենք 58 երկրներ, հավաքական արևմուտքը եւ մի քանի այլ երկրներ եւս հիմա պատերազմում են Ռուսաստանի Դաշնության դեմ Ուկրաինայի կողմից, բայց դա չի թաքցվում, շատ կոնկրետ խոսում են, այսինքն ոչ թե շատ կոնկրետ գործողություններով շարունակում են զինել միջև վերջ Ուկրաինան եւ ասում են մի կողմից ասում են միջև վերջին ռուսը կամ միջև վերջին ուկրաինացին եւ բանը հասել է նրան, որ Վուչիչը օրինակ Զելենսկու հետ հանդիպման Զելենսկին էր գտնվում այնտեղ եւ գերմանացի լրագրողը հարց է տալիս եւ ասում է լավ ինչքան զենք է ինչ է ձեզ պետք որ դուք անդադ սպանեք ռուսներին դուք պատկերացնում եք 21-րդ դարում ահա այսպիսի հարցադրումներ են լինում չգիտեմ տեսնենք հետևենք թե ինչ կլինի իսկապես կլինի Ռուսաստանի կողմից եւ եթե եղավ այն կողմից էլ պատասխան կլինի չգիտեմ շատ վտանգավոր հայտարարություն է բայց իսկապես այս ամենը միակողմանի չի ամեն ինչի մեջ մենք պետք է նաեւ փորձենք գտնել եւ հասկանալ պատճառը հետևանքային կապը թե սա ինչու եկավ եւ այս հանգրվանին հասեց կարծեմ շատ կարեւոր է մի կողմից սա է մյուս կողմից մեր հարևան երկրում այսպես թե այնպես մենք պիտի հասկանանք որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ այսօր որ մեր թշնամիները չեն պլանավորում գոնե այս փուլում հարձակվել դա հաստատ պայմանավորված է նաև հիմնական պատճառներից մեկն այն է որ այստեղ են գտնվում ռուսական բազաները կամ սահմանին են հայ-թուրքական սահմանին շարունակում են գտնվել ռուսները սա այսպես եւ երեք նաև Ալիևն է մի քանի կարևոր հայտարարություններ արել բացահայտումներ ընդհանրապես շատ հետաքրքիր է որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբ որ մոլոր այսպես խաչաձև ինչ որ հարցեր, հարցադրումներ շրջանցում են շատ կոնկրետ հարցերին, մեկ էլ տեսնենք մի անգամից պատասխանը հնչեցնում է եւ բացահայտում է մեր աչքերը հերթական անգամ բացում է որ ահա ես այսպես որոշել եմ, ասում է Ալիևը, ես սա անում եմ, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնություններ Ոչ ավել ոչ պակաս հայտարարում է այս մասին Ալիևը։ Մենք վստահությամբ եւ մեծ հմտությամբ քայլում էինք դեպի այս նպատակը։ Մենք մոտենում ենք եւ արդեն մոտեցել ենք Ալիևի մեջբերման ավարտ։ Հաջորդ տրիպի իրականացումն արդեն սկսել ենք։ Այս թեման քննարկել ենք նաեւ օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի հետ ունեցած զրույցի ընթացքում։ Հայտնել է նորից Ալիևը։ Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահման։ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն
ընթանում են, աչքալուսանք է մեզ ուղարկում Ալիևը, հաջորդ աչքալուսանքը ճակերտների մեջ Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու նախագիծը պատրաստ է հայտարարել Ալիևը։ Ես արդեն 2 օր է խոսում եմ դրա մասին եւ ասում են իրականում իրականացվում է Ադրբեջան եւ Թուրքիա վաղեմի առնվազն ինչ ասեմ 100-ամյակից ավել իրենց բառով ասեմ մուրազը երազանքը կապել Նախիջևանը Ադրբեջանի հետ եւ ահա երեք Ալիևն դրա մասին խոսեց եւ հաստատեց պնդեց որ այո դա կա եւ իր նախաձեռնությունը եւ շուտով այդ ճանապարհը կլինի եւ այսպես ասած կհասնեն մեր սահմանին ահա այսպիսի վիճակ է կխնդրեի կարճ դրա մասին խոսել որովհետեւ մի քանի կարեւոր թեմաներ եմ առանձնացել ինչի կապակցությամբ ավելացնեմ հա ձեր ասածին Անժելա որ ինչի կապակցությամբ Հայաստանի վարչապետը շնորհավորում է հայ ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին այսինքն այն ինչ մեր թշնամի հարևան պետության ղեկավարը այդպես արդեն բաց տեքստով ներկայացնում է որպես իրենց ազգային իղձերի իրականացում, չէ, ամենայն դեպս շատ քիչ են հասել մնացել որ հասնեն այդ իղձի իրականացման վերջակետին, պարզվում է Հայաստան երկրի վարչապետը շնորհավորում է թշնամական երկրի, ուրեմն այդ հաջողության, այդ ձեռքբերման համար մեր ժողովրդին անհետեթություն է, չէ, աբսուրդ տեսեք, մի խաղաղության մասին է որտեղ ենք մենք, ուր ենք մենք հասել, որ ահա այդ վաղեմի երազանքը թուրքական աշխարհի կարծես թե իրականություն են ուզում դարձնել եւ Հայաստանի ղեկավարը ում դեմ այդ ամեն ինչ փաստորեն արվում է, շնորհավորում է իր ժողովրդին դրա կապակցությամբ, սա այն ծաղրն է մեր ազգի նկատմամբ, որ արդեն որերորդ տարին է շարունակվում է։ Շատ լավ, եւ հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակում է, հա, մինչ այդ եւ նաեւ կխնդրեի, որ դա ցուցադրվեր, չնայած 2 օր է արդեն շրջանառվում ենք, բայց ինձ հետաքրիր է նաեւ հոգեբանի կարծիքը, որտեղ քաղաքագետները, վերլուծաբանները, գործիչները արդեն խոսել են այս թեմայի մասին, բայց հոգեբանի կարծիքն է հետաքրիր, ինչու է շարունակում այսպիսի ստորացուցիչ կադրերով լցնել մեր իրականությունը Նիկոլ Փաշինյանը դե կարծեմ որևէ մեկը չի կասկածում որ այս ամենը իր հրահանգում է երեք մասնագետը փաստաբանը խոսեց որ ծայրից ծայր հակաիրավական գործողություններ է այստեղ տեղի ունեցել օրինակ Լևոն Զուրաբյանն ասում է որ սա Լյումպենին մատակարարելու համար են փոքր շերտը որ մնացել է որ դրանք այնքան ցածր շերտ է որ իրենք բավարարվում են ուրիշի ստորացված վիճակում տեսնելուց, այո, իրենց է բավարարում, ձեր կարծիքով ինչու է ինքը շարունակում եւ երկրորդ հարցը կապված սրա հետ, ինձ նաեւ հյուրերից մեկը ուղղեց, երբ որ ես ասեցի ինչու ինքը շարունակում այսպես կեղտոտ ձևով, հա, մտնել ընտանիքներ, մեծ ընտանիքներ մտնել եւ այսպես ակնհայտ անկողին անգամ մտնել, ներողություն եմ խնդրում, բայց հաստատ նաեւ դրա մեջ է Արմինեն թերևս ճիշտ էր որ ասեց սա նորություն չի սա շարունակություն է ինքը վաղուց է մտել եւ դա իրենց համար բան սովորական է երկու առումով ինչու է անում եւ ինչ է շահում եւ արդյոք ինքը շահում է Ես պիտի այստեղ շատ բարձ պատասխան տամ, որովհետև գիտեք ինչ այն գործիքները, որ ունի նա այսօր իր ձեռքին, գործիքների մեծ մասը մաշված է։ Հա, այն գործիքներից այն որ սիրում է, խոնարհվում է եւ այլն, այդ գործիքները ինքը շատ լավ հասկանում է, որ չի աշխատում։ Եվ իր ձեռքին մնացել է այո միշտ աշխատող, ես կասեի այո միշտ աշխատող մի գործիք, որովհետև դա կապված է մարդկային հոգեկանի ամենախորքային, ամենաարխայիկ շերտերի հետ, դա սպառնալիքի գործիքն է, վախի գործոնը։ Գիտեք, ինչ ցանկացած մարդ իր մեջ ունի նորմայի սահմաններում վախի զգացում։ Եվ այդ վախի զգացման ազդեցության տակ մարդիկ կարող են այո ենթարկվել, մարդիկ կարող են ընկճվել, կոտրվի մարդկանց պայքարի ողնաշարը եւ ինքը ահա այս տեսարաններով ես համամիտ եմ այդ սնուցման այդ հարցը որ ասում եք այդ ամենացածր շերտի այդ հատակի դա իհարկե կա բայց նաեւ այն մյուս շերտերի մեջ այնուամենայնիվ վախի մթնոլորտի առաջացումը հա տեսեք ամբողջ այդ նախընտրական եւ ընտրական այդ ամբողջ շրջանում ինչ էր հիմնականում արվում վախի մթնոլորտ չէ ինչ որ մարդիկ անընդհատ դերպակալվում են ինչ որ ճնշումներ եւ այլն դա ինչ է համատարած տերրոր ինչ է նշանակում տերրոր բառը հենց վախ բառն է հա ուրեմն վախի մթնոլորտի առաջացումը սա միշտ աշխատող գործիք է բայց սա
էլ է ժամանակավոր։ Սա միշտ չէ։ Գիտեք, այս կապակցությամբ ես կուզենայի, քանի որ Իմիջիայլոց վայրի վերումներ եղել է Տիկին Նալչա ջան, թե 8 տարի շարունակ ինքը նույն տեմպով փորձել է Նիկոլ այդպես վախ, Չէ, գիտեք ինչ, ինչ որ պահերի մենք էլի տեսնում ենք, որ գիտեք այն հայտնի մանկա չէ, այսպես քաղաքականություն ասում են, բլիթի եւ մտրակի քաղաքականությունը, ժամանակ առ ժամանակ, ասենք, բլիթի քաղաքականությունը, հա, եւ դա իր գործը անում է, որովհետեւ մարդիկ գիտեք հակված են, հանգիստ խաղաղ կյանքով ապրելու, հա, եւ եթե Պուջուր ինչ-որ մի դրական մի բան են տեսնում, եթե նույնիսկ դրա հիմքում այլ մտադրություններ են, հա, մարդիկ ասում են, այ այս մի բանը, դե ոչինչ, հա, դե այսպես, դե ամբողջ աշխարհն է այսպես, դե ինչ-որ բաներ են գտնում արտարացումների, այնպես որ չէ, միշտ չէ որ վախի, բայց այն ամենակարևոր պահերին, ամենավճռորոշ պահերին, երբ հարկավոր է աթոռ պահել, ինքը եւ իր այդ ամբողջ մետաստազների հետ միասին վախի մթնոլորտ են առաջացնում։ Հիմա չենք տեսնում ամբողջ այդ բանը պարլամենտի աշխատանքը ցինիզմի մթնոլորտ է, չէ՞, ոնց որ ես տպավորություն ունեմ, որ մարդիկ իրար հետ մրցում են, թե ով ավելի այսպես մաստեր կլաս ցույց կտա ցինիզմի։ Ես մի բան եմ ուզում ասել։ Իմիջիայլոց այդ առումով մի հատ նոր որակի են բերել հասցրել, ինչ ասեն նոր ԿՊԱ-ականներ են ներմուծել եւ չգիտեմ, այդ ինչի մասին է արդեն հայտարարում են ինչ որ հա բարեկիշտ պահվածքի եւ այլնի մասին, բայց գիտեք ինչ, այսպես է մարդը մանավանդ հասուն է տարիքին հասած մարդը կամ բարեկիշտ լինում է կամ չի լինում, հա, եթե մարդը ինքը բարեկիշտ չի, այո, կարող է։ Պարոն Ռուբինյան, լսեք։ Կարող է, հա, իրեն զսպել, կարող է ինչ-որ, բայց եթե իր ներքինը, իր որակ այդպիսին է, ոչ բարեկշտությունը պորտկալու է, անհնարին է, որ չպորտկա։ Այնպես որ եթե մենք ուզում ենք ինչ-որ մի օղակ դա լինի ազգային ժողով, թե մեկ այլ ուրեմն օղակ, եթե մենք ուզում ենք բարեկիշտ հարաբերություններ լինել, ապա այդտեղ պետք է մենք լցնենք բարեկիշտ մարդկանցով։ Ինչով այսօր մենք տեսնում ենք, որ մեր ազգային ժողովը չի փայլում մեղմ ասած։ Եվ արշավը շարունակվում է կաթողիկոսի վեհապար հորդեմ արշավը շարունակվում է, մենք տեսնում ենք ինչպիսի լկտիության դրսևորումներ ազգային ժողովում եւ այսպես մեկնելուն են, այնց առաջին տպավորությունը ճիշտ ասած միշտ ինչ էր Հասմիկ Հակոբյան տպավորությունն է, որ մտավոր հետամնաց է, ինչ որ sense խնդիրն է, որ խոսում է, ճիշտ ասած, ես չգիտեմ, բայց ոնց են ստուգում դա, որ այդպես է թե ես կարող եմ դատողություն անել իր խոսքից, իր հայտարարություններից, բան։ Այսօր օրինակ Քրիստինե Վարդանյանն ասում է մանկապարտեզում չէ, ես ասեմ, որ մանկապարտեզում օրինակ բանը, այնպես չէ, բոլորին է ասում այդպես, դες մտավոր հետամնացներ բան չէ, այստեղ սան կոնկրետ բան են, էլի, մեծացել են տարիքով, բայց իրանց մտավոր կարողությունները, հիշում եք ինչեր էր ընդհանրապես սա խոսում եւ հիմա էլ ինչ է ասել, երեք ինձ համար Կտրիչ Ներսիսյանը սովորական մարդ է, իսկ Փաշազադեն հոգեվոր առաջնորդ։ Ես մտավոր հետամնացություն չեմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ, որ մարդը իր արժեքային համակարգի մասին բարձրաձայնում է։ Ինքը գիտակցում է, ինչ է ասում։ Իհարկե գիտակցում է։ Լավ էլ գիտակցում է, եւ այստեղ ես մտավոր հետամնացություն։ Այսինքն գիտակցում է, չէ, եթե դու մարդու արժեքային երկիր, որ հիմա իր բանտում գերիներ կան Բաքվի բանտում, խոշտանգում են այդ գերիները։ Հիմա Հայաստանի Հանրապետությունից ձեր ասելով տվել է մեր տարածքները ադրբեջանցիները օկուպացրել են։ Իրենք շարունակում են պնդել 300,000, ասեն 1 միլիոն ադրբեջանցի բերելու ենք, այսինքն Հայաստան այստեղ չի լինելու։ Դու դրանից հետո հիացմունք ես արտահայտում այդ ժողովրդի հոգևոր առաջնորդի եւ նվաստացնում, ստորացնում ես քո ժողովրդի ընտրյալ, օջալ, հոգևոր առաջնորդին։ Սա ինչ է կոչվում։ Դա ուրիշ բան։ Ով է ասում։ Հասկանում եք, մարդը ինչպես որ նոր ասում է Ալիևը, չէ՞, արդեն բաց տեքստով ասում է, ինչ որ ասում է, ինչ որ անում է։ Հիմա իր ներկայացուցիչները Հայաստանում իրենք էլ բաց տեքստով են խոսում։ Հիմա եթե այս կինը բաց տեքստով ասում է, որ իր համար, հա, սրբությունը ոնց է ասել, հա, հոգևորական է Փաշազադեն, բայց եւ այդպես մեզ ուրեմն վիրավորում է ոչ միայն վեհապար հորը, այլև ամբողջ հայ ժողովրդին, քրիստոնյա հայ ժողովրդին, ուրեմն խոսքը 20 միլիոն հայության մասին է, ում համար հոգևոր առաջինը վեհապար հայ
ներկայանում է մենք չենք խոսում 10 հոգու մասին, մենք խոսում ենք 20 միլիոնի Մարդը մասին։ ներկայանում է իր արժեքային համակարգի դիրքերից, ուղղակի մենք պիտի հասկանանք, թե ով է կոնկրետ եթե այս մարդու մասին է խոսքը, ով է այսօր մեր օրենսդիր մարմնում, ուրեմն ձայն ունեցող մարդ, որը մեր երկրի ճակատագրական հարցերում ուրեմն իր ձայնը կողմնորոշիչ է լինելու։ Ինքը այստեղ ուրեմն մարդու արժեքային համակարգն է, մարդու ինքնությունն է, այս մարդու ինքնությունը ուրեմն ավելի շատ ադրբեջանա-թուրքական ինքնություն է, քան թե հայկական։ Այդպիսի մարդ կան, այդպիսի մարդիկ։ Սա հայտնվել է ուրեմն Տիկին Դալշաջան, դուք շատ միշտ վարպետորեն պրոֆեսիոնալ մակարդակով հիմնավորում եք, նաև ինչ որ իմաստով արդարացնում եք նրանց, ովքեր որ գնում են այս ուժերի հետևից, հիմա էլ դեք պնդում եք, եթե այսպիսի հայտարարություն, ուրեմն իրենք այդ ազգի ներկայացուցիչներն են։ Նրանց, ովքեր որ ձայն են տալիս սրանց, ասելով, որ իրենց վրա շատ հետևողական, ճիշտ եք ասում, շատ հետևողական թշնամին, հավաքական արևմուտքը աշխատել են, այսպես աշխատել են, այո, աշխատել են, բայց այդ մարդիկ, որ Նիկոլին ձայն են տվել, ես կարծում եմ, որ երկու առիթով եմ ասել, որ հիմնականում նրանք շահն է խոսել իրենց մեջ, սուտ բաներ են ասում, նախկինները բաբոր այսպես սուտ եք խոսում դուք, շահով են առաջնորդում, հիմա տեղային կոնկրետ շահն է, ես իմ ընկերուհիների տականքներ են, տեղային կոնկրետ շահեր ունեն և պաշտպանում են Նիկոլին ու իր թիմի այդ այլանդակություններին և ձայն են տալ իրենց սեղանին էլ նստացնում են իրենց, կամ շահեք, կամ ուղղակի ավարտված պիտի ապուշ լինես, որ չընդես, հիմա եթե լսում են, օրինակ իրենք ինչ արդարացում ունեն, կընդունեն արդյոք դրանք, որ իրենք բան են, չգիտեմ, իրենք են կոնկրետ Ադրբեջանի ժողովրդի ներկայացուցիչ, որտեվ իրենց ընտրյալը այսօր պարոն ասում է ես իմ հոգևոր առաջնորդությունը այդ մարդու ես ընդունում եմ ադրբեջանցու, վեհապար հորը չեմ ընդունում։ Այդպես ասում, ինքը այդպես ասում։ Իսկ ընտրողների ինչ արդարացում ունեն։ Մասին, այստեղ Անժելա, ես պիտի ձեզ խնդրեմ, ինձ թույլ տալ, մի քիչ տեղափոխվել դեպի ակադեմիական տիրույթ։ Խնդրեմ։ Սա շատ կարևոր է, գիտեք, որովհետև ահա այն մարդիկ, հա, իրենց այն ուժերը, որ կանգնած են սրանց թիկունքում եւ եղել են կանգնած մինչեւ այսօր էլ կանգնած են, իրենք շատ խելամիտ են գործում եւ ուրեմն իրենք հենվում են մարդ արարածի, մարդկային հարաբերությունների, ուրեմն հոգեբանական օրինաչափությունների վրա։ Ես այսօր ուզում եմ ուրեմն խոսել մի երևույթի մասին, շատ հետաքրքիր, ուրեմն էքսպերիմենտալ ապացուցված երևույթ, դա ուրեմն Միլգրամի հայտնի գիտափորձն է։ Տեսեք, ինչ է ապացուցել Միլգրամը, սա շատ հետաքրքիր երևույթ է եւ անմիջապես կապվում է ձեր հարցի հետ։ Ուրեմն ուզում են պարզել, թե հեղինակության ազդեցության տակ, հա, հեղինակությունն է, մարդ, որ ինքը հեղինակություն ունի։ Ինչի ընդունակ մարդը, ինչ որ ստորությունների, ինչ որ ագրեսիվ քայլերի ընդունակ է, թե ընդունակ չի։ Եվ ստեղծում են մի հատ էքսպերիմենտալ վիճակ, մարդուն ասում են, որ մենք ստուգում ենք, թե պատժի ազդեցության տակ մարդու հիշողությունը ոնց է, հա, աշխատում։ Ուրեմն կա տեսակետ, այդպեսի, որ ասենք, եթե պատժում ես մարդուն, ինքը լավ է հիշում, հա, եթե ասենք աշակերտին պատժես, ինքը լավ կհիշի։ Հիմա այդպես են ներկայացնում հոգեբանական էքսպերիմենտներ առհասարակ այդպես են, ինչ-որ մի հատ խորամանկություն, որ մենք տեսնենք իրական, հա, վարքագիծը մարդու, ոչ թե այսպես ինքը թաքնվի իրեն ներկայացնի ավելի լավը, քան թե ասենք կա եւ այլն։ Հիմա փորձարկվողն գալիս է, ասում են դու ուսուցիչն ես, այնտեղ նստած է աշակերտ, ընդ որում հասուն մարդիկ են, հա։ Ասում են մի հատ բառերի ցանկ են ասում, հա, եւ այդ բառերի ցանկը ինքը ոնց է կապում մեկ այլ ցանկի հետ, սկզբում ներկայացնում է, օրինակ ասենք կապույտ երկինք, հա, խորամանկ աղվես, այդպիսի բառացանկ։ Հիմա հարցնում են խորամանկ, ինքը պիտի հիշի աղվես։ Ասում են երկինք, ինքը պիտի հիշի կապույտ։ Ահա։ Հիմա ամեն անգամ հենց որ մարդը չի հիշում, էլեկտրական թույլ հարված են տալիս մարդուն, այնտեղ ուրեմն պուլտը դրված է, կապված է աթոռի հետ, որտեղ նստած է այդ մարդը, սխալվեց էլեկտրական հարված։ Հիմա կողքը կանգնած է հեղինակությունը, պրոֆեսորը այսպես կոչված, եւ հենց որ սխալ է անում, այդ կոճակը սեղմում է։ Ուրեմն բանից պարզվում է, որ ուրեմն դրանից հետո երկրորդ կոճակը ավելի ուժեղ, հա, էլեկտրական հարված են հասցնում, երրորդը ավելի ուժեղ, եթե մարդը սխալվում է։ Հիմա եւ աչքի առաջ այս փորձարկվողը տեսնում է, որ մարդը բանա
տառապում է, ցավ է զգում, վեր է թռչում, գոռում է, ցավում է, խնդրում է, դատարեցնեք էքսպերիմենտները։ Ես վատ եմ, սրտի հիվանդություն ունեմ, կմահանամ։ Մի պահ է գալիս այդ մարդը ընդհանրապես լռում է, կարելի է կարծել մահացավ այդ մարդը։ Հիմա այս փորձարկողները, չգիտեն, որ իրենք են փորձարկվող, հա, իրենք կարծում են, թե իրենք ստուգում են, եւ որ բողոքում է, ասում է, բայց վատ է, հա, ինչ անեմ, կողքին ասում է ամբողջ պատասխանատվությունն իմ վրա է, ինչ ասում եմ, արա։ Եվ ինչ եք կարծում, ուր են հասնում մարդիկ, երբ միլիգրամ էքսպերիմենտը դնում էր, ինքը մտածում էր, որ մի 2%-ը կարող է հասնել մինչև վերջ, մինչև 450 վոլտին։ Իսկ դա արդեն մահացու է, էլի։ Քանի որ հեղինակությունը կողքը ասում է, հեղինակությունն ասում է, ինքը կարող է մինչև մեռնելը գնալ, հա։ Ուրեմն ինչ եք կարծում, քանի տոկոսը գնացին մինչև 450։ 65%-ը մոտավորապես։ Իսկ մինչև 300-ը, հա, 100%։ Այսինքն հեղինակությունը, եթե մեկին ընդունել եք հեղինակություն, ինքը կարող է 60%-ին կարող է ուղարկել մեռնելու եւ չգիտակցեն գնալ։ Հեղինակության նաեւ վախի, այդտեղ վախի գործոնն էլ կա, ազդեցության տակ։ Հիմա իսկ հեղինակությունը միշտ չէ, որ անձի հեղինակություն է։ Պաշտոնը, ստատուսը դա արդեն աթոռի հեղինակություն է կոչվում։ Հիմա եթե աթոռ ունեցող մարդիկ ստիպում են քեզ ինչ-որ բաներ, թելադրում են, հա, ասում են պիտի անես։ Մարդկանց 65%-ը անում է։ Հիմա այնպես որ եթե մենք ասում ենք, որտեղից այսքան դավաճաններ, այս ինչ են անում, ոնց են համագործակցում սրանց հետ եւ այլն, մենք պիտի հիշենք, որ մարդկանց 65%-ը ընդունակ է հեղինակության ստիպելու ազդեցության տակ հասնել մինչև վերջ։ Ընդ որում, որ շատ հետաքրքիր է, միլգրամը ինչ արեց, ասեց, գուցե սրանք տղամարդիկ են մենակ, հա, Նաև կանանց հետ փորձեց։ Ուրեմն կանանց հետ փորձեցին, 20 տարբերակ փորձեց, տարբեր երկրներում, տարբեր կրթական, մակարդակի, սոցիալական տարբեր, նույն բանը։ Այսինքն էս ենք որպես մարդ արարածներ։ Այսինքն այդ երկրի վրա եթե ուզում ես ազդել, դու գնում ես, վերցնում ես 2-3 հեղինակություն, այև իշխանությունը վերցնում ես, իմացի որ աթոռները վերցնում ես, ճնշելով կարող ես 60 քանի տոկոսի հասցնել ինչի ուզում ես։ Աթոռը միշտ ունի հեղինակություն։ Հիմա եթե ուզում ես փոխել իրավիճակը, պիտի այդ աթոռների վրա նստեն մարդիկ, ովքեր ունեն իսկական անձի հեղինակություն, հա, ովքեր պրոֆեսիոնալ մարդիկ են, երկրի շահից ելնելով ինչ-որ քայլեր կատարող մարդիկ են, այնպես որ չունեն ուսումնասիրություն, որ այդ մարդկանց սթափեցնելու ուրիշ մեթոդ։ Հիմա մենք ասում ենք, հա, երեք Արմինե Ադիպեկյանը փայլուն մի հատ բան, այսպես զուգահեռ անցկացրեց, հա, երբ որ ասում է 18 թվականին մեկն էլ ես բղավում էի, ասում էի Արցախն է տալու, ինձ ասեն անհեթեթություն ես դուրս տալիս, բոլոր հետ է համատարած, 99% է, որ գնացել ձեռք էին սեղմել ազգակործանի հետ, ինձ ասում են անհեթեթություն, մի 10 մարդեր հետ գիտակցում, բղավում ենք, հետո իրենք էլ ծիծաղում էին, ասում էին բանը, հա, մեզ ասում են եկել եք Արցախը տանք, բա ուր է, մեզ ասում են 2 տարին անցավ սիրուն տվեցի, հիմա տեսեք ինչ են ասում, հիմա էլ ասում են, մեզ ասում են 300 ադրբեջանցի, բա ուր է, հեսա տենց սիրուն կբերեմ, ոնց որ Արցախը տվեցին, մի 2 ամսից, 3 ամսից, հանգի սիրուն, Արցախը ոնց էր ծրագրավորված, փաթեթավորված, բոլորիս այն ժամանակ ասում էին չափազանցնում, ես շատ լավ հիշում եմ, հիմա էլ ասում են չափազանցում եք, ադրբեջանցի չի գալու այստեղ, ասում էի, որ սա ողբերգություն է, մեծ ողբերգություն է գալիս, այդպես ոնց որ լավայի նման մի բան գալիս է մեր վրա, ինձ նույնիսկ շատ հարգող մարդիկ, ովքեր իմ կարծիք ասենք հաշվի են առնում, մասնագիտական զուտ եւ այլն ասում են, Տիկին Նալչաջյան, դուք հոգեբան եք, դուք քաղաքագետ չեք, որ տենց բաներ եք ասում։ Իսկ իմ եթերներն էին փակում, ասում են դու ավելորդ բաներ ես խոսում։ Այնպես որ հիմա մենք նույնը ասում ենք, որ Հայաստանը ծայր աստիճան վտանգված վիճակում է, մեր ժողովուրդը նույնիսկ ֆիզիկապես ծայր աստիճան վտանգված վիճակում է։ Այդ փոքրիկ խայծերը չի կարելի կուլ տալ, ինչ որ դրական, ինչ որ բաներ որ արվում են։ Հիմա սա է իրավիճակը եւ հիշենք, որ մարդկանց մոտավորապես 65%-ը հեղինակության ազդեցության պետք է գտնել այլ հեղինակություններ, թե պետք է անվերջ կրկնել, սթափ օրինակների, այդ օրինակները անվերջ բերել։ Հիմա տեսեք, այս օրինակը շատ ճիշտ բերեց, հա, Արմինեն, որ այն ժամանակ ասում էին, հա, ինչ Արցախ տալ, ինչ բան, տեսակ սահում կտրեցին տվեցին
գնեցին, հիմա ասում են, ինչ 300,000 ադրբեջանցի։ Ուրա դե ցույց տվեք։ Հիմա ասում սահուն կբերեն կլցնեն ու ձեզ ոնց այս ընդորում արդեն 1 միլիոնի մասին են խոսում, 300,000-ի մասին չեն խոսում, սահուն կբերեն կլցնեն ու թե մենք ուր ենք փախչելու կամ մեզ հետ ոնց են վարվելու, չգիտեմ, ինչ անենք մենք, ինչ այստեղ արդեն շատ կարևոր իր դերի մեջ պետք է մտնի քարոզչությունը եւ հակաքարոզչությունը։ Շատ կարևոր է։ Բացի դրանից, գիտեք ինչ, օրինակ, ելի ես անդրադառնամ ազգային ժողովի հարցին եւ այդ ընդդիմադիրների այնտեղ ուրեմն լինելու կամ չլինելու հարցին։ Կարևոր է։ Գիտեք ինչ, սա շատ կարևոր է, եթե օրգանիզմը այսպես ասենք, հա, մետաստազների մեջ է փչացած է։ Այստեղ ամբողջ հույսը առողջ բջիջներն են։ Առողջ բջիջներ պետք են, որովհետև այնպես ինչպես հիվանդությունը ունի տարածվելու միտում, այդպես էլ տարածվելու միտում ունի առողջությունը։ Այնպես որ ես գտնում եմ, որ այն աշխատանքը, որը նաև նախորդ խորհրդարանում նույնպես անում էին ընդդիմադիր ուրեմն գործիչները, տարբեր գնահատականներ են տրվել, հա, լավ, վատ, խոսեք, հերիք են խոսեք եւ այլն, էլ չգիտեմ աշխատավարձ եք ստանում, փող եք ստանում, կարծես թե այդ մարդիկ պիտի օդով սնվեն, հա, բա պիտի ստանան աշխատավարձ, այդպիսի ծանր գործ են անում, բա ինչ պիտի անեն։ Հա, նույնը վերաբերում է նաեւ ես հետևում եմ, որքանով որ հետևում եմ այսօրվա արդեն այս նոր խորհրդարանին, այս մարդիկ ուրեմն հերոսական աշխատանք են անում։ Պետք է գնահատել, սրանք այն առողջ բջիջներն են, որ կա հույս, հա, որ հանգամանքների բերումով մենք չգիտենք, գիտեք ինչ, այդտեսեք դուք աշխարհաքաղաքական այդ process-ներից սկսեցիք, չէ՞, ամեն ինչ այնքան հարափոփող է հիմա։ Եվ ինչ է հարկավոր նաև մեզ անել, սա արդեն ոչ թե այդպես լայն մասսայական, գիտեք ինչ, ոչ միայն ստապ լինել, տեսեք իսկ գիտական օրինակներ են բերում, չէ, հետազոտական օրինակներ, պետք է լրջագույն վերլուծական ընդդիմադիր դաշտում, այդպես եմ ես պատկերացնում, վերլուծական ինչ-որ կենտրոններ լինեն, մարդիկ տարբեր պրոֆեսիոնալ թե տարբեր շերտերի հետ աշխատեն, մի հատ միտումները տեսնեն, ինչ զարգացումներ, այսպես բանը որ եղավ, ասենք չգիտեմ, Պարսկաստանն է այսպես, Ամերիկան է այսպես, Ռուսաստանն է այսպես, ինչ միտումներ կան, չէ որ մենք կիզակետում ենք գտնվում, մակերեսային ուղղակի ինչ-որ խոսակցություններով հարց չի լուծվի, պետք է զուտ պրոֆեսիոնալ մարդկանց ինչ-որ խումբ վերլուծական, մի հատ հասկանա, վերլուծի միտումները, սցենարները, որ սցենարները, դե առաջին հերթին սա առաջատար ուժերին է, որ խորհրդարանում են իրենց է վերաբերում եւ ոչ միայն արտախորհրդարանական եւ պետք է այդ ամեն ինչը մատուցել, չգիտեմ, ընդդիմադիրներին ցավոք սրտի։ Դե ուժեղ Հայաստանը հիմա անփորձ է նոր է քաղաքական մարմտել, բայց պետք է ասել, որ եւ աշխարհաքաղաքական, այսինքն իրենք ունեն վերլուծել մի հատ քաղբանտարկյալների, այսպես պաշտպանող նախաձեռնող բան, մի հատ այդ կենտրոնը իրենք պիտի ունենան, տնտեսական, հիմա երկիրը սանկցիաների տակ է հայտնվում, ինչա լինելու մեզ հետ։ Եվ այս դեպքում մենք արդեն ոնց որ պատկեր կունենանք Իմիջիայլոց շատ կարևոր կլինի, եթե այս ուժերը կարողանան կողքից եւ խորհրդարանների վարտախորհրդարանական ուժերը սա այսպես շատ կազմակերպված են, իհարկե ռեսուրսներ են պետք եւ բարեբախտաբար որոշ ռեսուրսներ հիմա անդիմությունը ունի, կարողանան այսպես կազմակերպած եւ հանրությունը հենման կարողություններ եւ հանրությունը գիտակից շերտը եւ այդ առողջ տարեկը տեսնեմ հենման կետ կունենա։ Եվ արդեն մենք եթե տեսնենք, գիտեք ինչ, այն ինչ կատարվում է մեր երկրի հետ, միայն մեզնից կախված չէ։ Եվ ինչ իմանաս կարող է այնպիսի զարգացումներ լինեն, որ այստեղ ներսում հարցեր լուծվեն եւ այդ ներսում արդեն գտնվող առողջ ուժերը այո կարող են արձագանքել դրան եւ մենք հասնենք մեր երկրի փրկությանը թե ներքին թե արտաքին թշնամիներից այնպես որ լրջագույն մոտեցումներ են պետք այստեղ քարոզչությունն իր դերն է անում այն ամենը ինչ մենք ասեցինք իսկ ժողովրդին այդպես մեղադրելը որ տեսեք լռում են գնում են ընտրում են եւ այլն այդպիսին է մարտարարածի բնույթը չես փոխի Մարտը այդպիսին է եւ ինձ համար շատ ցավալի է որ տեսնելով այսօր ասենք մեր ժողովրդի այս ապատիկ վիճակը այս մի տեսակ թմրած վիճակը ընդ որում ընտրությունների շեմին ընտրությունների ժամանակ որոշակի այդ ակտիվությունը մենք տեսանք մարտիկ ողջևորված գնում ուժեր տեսան ու վրա հույս դրեցին այո հերթերին ընտրատեղամասերում այնպես որ մեղադրել ժողովրդին մեղադրելը դա գիտեք ինչ է այո կարելի է այսպես նայել եւ միանգամից ասել էս
ինչա կատարվում, չեն տեսնում, չեն հասկանում եւ այլն։ Չէ, գիտեք ինչ, եւ անմիջապես ինչ ենք անում, ասում ենք հայերը, մեր ազգը, ինչ է, հայերը ինչ են, դա շատ վատ է, դա այն է, ինչ Իմիջիայլոց ասում են շատ դավաճաններ ենք մեր ինքնագնահատականը։ Այո, որ մենք դավաճան ենք սա ենք, խնդրեի որպես հոգեբան դրա մասին Գիտեք ինչ, խոսեք։ սա մի թիրախ էլ սա է, մեր ինքնությունը վնասող մի թիրախ էլ սա է, որ մենք ասում ենք, հələ մի հատ տեսեք, ոնց են այսքան տարի դիմանում, ոնց են կուլ տալիս, այսքան ցավ է, այսքան տառապանք է, այսքան կորուստ է, եւ ինչ ենք անում, ասում ենք, այս հայերս, այս ինչ ենք, այս ինչ ազգ ենք, դա հենց այն է, ինչ թշնամուն պետք է, որովհետեւ թշնամին թիրախավորել է մեր ինքնությունը ամենատարբեր կողմերից։ Այստեղ էլ մենք ինքներս այդ խայծը կուլ ենք տալիս եւ ասում ենք, այս ինչ ազգ ենք, այս ինչ ժողովուրդ ենք, այս ոնց ենք մեզ պահում, ոչ։ Միլգրամը աշխարհի տարբեր ծայրերում գիտափորձը արել է, նույն արդյունքն է ստացել։ Մենք էլ ենք մարդ, ինչպես մնացած բոլոր մարդիկ։ Մեզ վրա լավ աշխատել են։ Այո, այնպես որ եկեք մեր ինքնագնահատականը զերծ պահենք այս թիրախներից, որոնք շատ խորամանկ թարվածներ են, խորամանկ թիրախներ են, եւ պահենք մեր ազգային հպարտությունը, մեր հայ լինելու, ուրեմն ամբողջ, գիտեք, ես չեմ ուզում ինչ որ սնապարծ բաներ ասել, բայց իսկապես հարկավոր է ունենալ դրական, adekvat ինքնագնահատական, ինքնաձախկումը, այդ ինքնանվաստացումը ոչ մի լավ բանի չի բերում։ Մեր ազգը վատ ազգ չէ, ինչ որ չի տարբերվում։ Լավ մի հատ տեսեք, այս գունավոր հեղափոխությունները քանի երկրում եղան։ Այսինքն մարդկային առանձնահատկությունների մասին է խոսքը։ Զուտ մարդկային առանձնահատկությունների, իսկ մենք էլ որպես հոմո սապիենսի տեսակ չենք տարբերվում մյուսներից։ Դուք ասեցիք, որ ազգային բազմաթիվ տարբերություններ, բայց այդ հիմնական բաները իհարկե Դուք ասեցիք, որ շատ ծանր է ազգային ժողովում, հա, աշխատանքը, ինչու որովհետև ում հետ գործ ունեն։ Իմիջիայլոց ես հիմա քիչ հետո այստեղ նաև եթերում կլինի Գառնիկ Դանելյանը, ես վստահ եմ, որ շատ շատերը վստահ եմ նաև դուք, որովհետև գիտեմ ձեր հիացմունքը Գառնիկ Դանելյանի աշխատանքի նկատմամբ, առայժմ ինքը ազգային ժողովում չի, ես մի քիչ իմ համար իհարկե անհասկանալի է այս որոշումը Հայաստան դաշինքում, դե գիտեք, 3 ուժեր միացան, հայեղափոխական դաշնակցությունը, առհասարակ ընդունեք թե չընդունեք, Գառնիկ Դանելյանը այնպիսի փայլուն գործիչ է եղել, падգամավոր է եղել, որ դա չպիտի քննարկվի, ոչ թե մենք ինչ-որ պահի պիտի սպասենք, որ Գառնիկ Դանելյանը անցնի խորհրդարանում, Գառնիկ Դանելյանը առնվազն պիտի լավագույն հնգյակում լիներ, ցանկացած ընդդիմադիր այս պահին ցանկացած, հույս ունենանք, որ կլինի, բայց սա ես ասեմ եւ հայեղափոխական դաշնակցության եւ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն բաց թողումն է, սա իմ մոտեցումն է, չգիտեմ նրա հետ կապված եթե ինչ-որ բան ունեք ասելու թե ոչ, որտեղ լիներ падգամավոր, որ ցանկացած տեղ այդպիսի աշխատանք, ուրեմն արել են Ռաֆի Հովհաննիսյանի ուժը, հիշում եք 5 падգամավոր էին, ես այն ժամանակ ապշած ասում եմ, ոնց են հասցնում, տիկին Լարիսաներ, Ձարի Պոստանջյանը, Ռաֆի Հովհաննիսյան, որտեղ որ խնդիր կար, այդտեղ կանգնած էին, այսինքն որտեղ խնդրեմ կար, ինչ կար եւ զարմանալիորեն բոլոր շերտերի կողմից ընդունված էին։ Եվ հիմա Հայաստան դաշինքը ուներ մի այնպիսի падգամավոր, որ որտեղ խնդիր կար, Գառնիկ Դանելյանը կանգնած էր եւ բոլոր շերտերի կողմից ընդունված էր։ Ես կարծում եմ սա հայեղափոխական դաշնակցության մեծ բացթողումն է, Ռոբերտ Քոչարյանի մեծ բացթողումն է, հույսով որ առաջիկայում ինքը անպայման, որտեղ այդ Շեմինի ասել, ինքը կհատի, բայց ասեմ մենք չպիտի սպասենք, որ ինքը պիտի ադի, ինքը պիտի առաջիններից մեկը լիներ, առաջին հնգյակում լիներ եւ ինքը խորհրդարանում լիներ։ Գիտեք, բոլոր դեպքերում ես համամիտ եմ եւ ընդհանրապես կադրային քաղաքականությունը շատ նուրբ բան է։ Գիտեք, մենք ամենտեղ արդարություն ենք ուզում, ճշմարտություն ենք ուզում, մենք նաեւ պիտի տեսնենք, որ անարդարության այդ մարդը այդպիսի աշխատանք արել, ինքը պիտի լիներ, դա քննարկման չէ։ Բայց գիտեք ինչ, ես այսպես մեծագույն հարգանքս Գառնիկ Դանելյանի նկատմամբ արդեն ինչպես է ինքը մեկնաբանում այդ իրավիճակը, հա, երբ ինքը այսօր պարլամենտում չէ, գիտեք ինչ ես համամիտ եմ իր հետ։ Ինքը մնում է Գառնիկ Դանելյան։ Հասկանում եք, վատ է, որ իր ուժերը չի օգտագործվում, հա, դա շատ վատ է, բայց իր կեցվածքը, այդ արժանապատիվ կեցվածքը հիմա ամեն անգամ մենք չպիտի հույս դնենք մյուսի արժանապատիվ բան լինելու, մենք պիտի նաև մտածենք, որ կա արդարություն, բացի դրանից, գիտեք, լավագույն կադրերը, այսպես բան չեն, հա, փողոցում թափած չէ, եթե կա լավագույն կադր, ինքը ոտքից գլուխ արժեք է, եւ պետք է այս կադրը
թատրերին ուրեմն ուժերը օգտագործել հանուն երկրի, հանուն այս իրավիճակից դուրս գալու։ Եվ ձեր տպավորությունը հիմա տեսեք, իրենք փորձում են հնարավորինս էժանացնել, իջեցնել, շատերն ասում են մանկապարտեզի մակարդակի բերել, բայց որտեղ որ պետք է կապան շատ ագրեսիվ է, ոչ երեխաներին չվիրավորենք։ Այո, ես էլ եմ համաձայն ձեզ հետ, որ եւ հիմա երբ որ խոսում է, ուրեմն 3-1-ը ասում է, որ ինձ համար ինքը հոգեվոր առաջնորդ չի, բայց Փաշազադեն հոգեվոր առաջնորդ է, ԿՊԱ-կանն է ասում, ԿՊ-ին ձայն տվողներ։ Լավ լսեք։ Այսօր էլ հենց որ ուրեմն ընդդիմադիրները տալիս են վեհափար հոր անունը, թափահարում են, ջուր ծափահարում են, հարվածում են սեղանին, աղմուկ է բարձրացնում։ Այս տեսարանը մեկ րոպե ընդհանրապես։ Քաղաքացիական պայմանագիրը անցալով Ռուբեն Ռուբինյանի թեմայի մեջ մնալու կոչին քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Լսում են կաթողիկոս։ Ուժանության մակարդակը ինձ դահաճ է, հետո ասում է սա լրջություն, ինչ մակարդակ, այո, ասում է հետո Քրիստինե, սա մանկապարտեզից դուրս եկեք, սա ինչ գոհները շփտում են, տեսեք ինչ գոհ իրենցից գոհ շփտում են, այո, ամենայն հայոց կաթողիկոսի անունը տալուց, այսպես փաստորեն մանի մեջ են հայտնվում։ Մենք պիտի հասկանանք, թե ինչքան կարևոր է Թուրքի համար այսօր ադրբեջանա-թուրքական այդ տանդեմի համար ինչքան կարևոր է մեր եկեղեցին քանդելու հարցը։ Կարևորության մակարդակն է սա ցույց տալիս, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ մեր եկեղեցին, մեր ուրեմն կաթողիկոսի գլխավորությամբ, մեր ինքնության հենարաններից մեկն է, իսկ իրենց թիրախում, մեր թշնամու թիրախում, որոնց ներկայացուցիչները ցավոք սրտի նստած են այսօր մեր ամենաբարձրագույն ուրեմն մարմնում, իրենք կատարում են այդ պատվերը։ Մարդը, գիտեք ինչ, ես զարմանում եմ, անկեղծ է ասել այդ աղջիկը։ Անկեղծ ասել է, որ իր համար, հա, իսկական հոգեվորականը նա է։ Հիմա իրենք այդ դիրքերից աշխատող մարդիկ են։ Եթե նույնիսկ այս նստածներից բոլորը չէ, որ այդպես պարզ բառերով ասում են, իրենց դիրքորոշումը, իրենց մտքերում այդ նույն բանն է, բարձրաձայնել է մարդը, ինչ եք ուզում, բարձրաձայնել է դիրքորոշումը, բարձրաձայնել է տեսակետը, եթե այդ դիրքորոշումը չունենային, այսպեսի պահվածք ունենային կաթողիկոսի անունը լսելիս, ինչ են ասել կաթողիկոս, հա, կաթողիկոսի անունը լսելիս, այսինքն այսօր պատերազմ է բոլոր ուղղություններով, եւ եկեղեցին ուրեմն թուլացնելը, եկեղեցու հիմքերը քանդելը իրենց հիմնական նպատակներից մեկն է եւ իրենք տեսեք ինչ ուրեմն միակամությամբ այնտեղ մարդ կար որ չէր խփում իսկովմա չկար տեսեք ինչ միակամությամբ գնում են դեպի այդ նպատակը սա ուղղակի մենք պետք է տեսնենք արտանագրենք իրողությունը եւ հասկանանք ուր ենք հասել եւ ուր ենք գնում Շնորհակալություն Մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գառնիկ Դանելյանի հետ